Բարի օր ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի մարտ ամսվա հորոսկոպը ջերհոս նշանի համար։ Սիրելի ընկերներ, կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները, լարված օրերը, մոլորակների դիրքավորումը և նորալուսին ու լիալուսին։ Հիշեցնեմ, որ հորոսկոպը առաջին հերթին նայում ենք ասցենդենտի նշանով, այնուհետև նոր արևի նշանով լրացումներ են կատարում։ Եթե մինչև հիմա չգիտեք, թե որ նշանում է գտնվում ձեր ասցենդենտը, մեկնաբանություններում կարող եք գրել նշելով ձեր ծննդյան տվյալները, այսինքն ծննդյան օր, ամիս, տարի, քաղաք եւ անպայման ծննդյան ճշգրիտ ժամը, քանի որ հենց ժամով է պայմանավորված ասցենդենտի նշանը։ Սիրով ձեզ կպատասխանեմ։ Այսպիսով, արևը մինչև մարտի 20-ը կգտնվի ձկների նշանում ձեր երկրորդ տանը, որտեղ արևը այնտեղ էներգիան։ Հատկապես այստեղ արևի հետ միասին մինչև ամսի 20-ը Մերկուրի մոլորակն է հետ ընթաց դիրքով ընթանալու ձեր ֆինանսների հետ կապված ինչ որ ֆինանսներ, գուցե նախկինում ինչ որ ձևով գումար եք աշխատում, հետընթաց Մերկուրին օգնի, որպեսզի այդ ձևով եւս սկսեք գումար աշխատել։ Հնարավոր է ինչ որ պարտքեր ունեիք վերադարձնել այս ժամանակահատվածում ձեր պարտքը։ Աշխատավարձի հետ կապված, գուցե վերադառնաք նախկին աշխատավարձին։ Ամսի 20-ից հետո արևը կանցնի խոյ նշան ձեր երրորդ տուն եւ լավ ժամանակահատված կլինի ձեզ համար, որպեսզի գնեք նոր կապի տրանսպորտի միջոց, տեխնիկա, մեքենա, եթե իհարկե ցանկանում եք, լավ ժամանակահատված կլինի նոր դասընթացների գնալու, քննությունները հանձնելու համար։ Կամ գուցե հանդիպելու ձեր քույր-եղբայրներին, հարևաններին։ Վեներա մոլորակը մինչև մարտի 6-ը կգտնվի ձկների նշանում ձեր երկրորդ տանը, բերելով ձեզ գումար կամ ինչ որ հաճելի նվեր։ Ամսի 6-ից հետո Վեներան կանցնի խոյ նշան ձեր երրորդ տուն եւ կրկին այստեղ լավ ժամանակահատված է լինելու, հատկապես ամսի 20-ից հետո, ճիշտ է, Վեներան ամսի 6-ից է անցնելու ձկներ, բայց ամսի 20-ից հետո հիանալի ժամանակահատված է, որպեսզի գնեք, ինչ որ գնում ունենաք թանկարժեք գնում, գուցե տան հետ կապված, ինչ որ մի բան, որը ձեզ հարմարություն կբերի, հարմարավետություն կբերի։ Մարս մոլորակը ամսի 2-ից 20 մինչև վերջ գտնվելու է ձկներ նշանում, որտեղ Մարսը այնտեղ էներգիան, Մարսը ձեզ կօգնի կտալ մեծ էներգիա, որպեսզի կարողանաք ավելի շատ գումար աշխատել։ Իհարկե, եթե բացասական դիրքավորում ունենաք ծննդյան քարտեզով պայմանավորված, հնարավոր է գումարի պատճառով վիճաբանություն լինի։ Յուպիտեր մոլորակը ամսի 15-ից սկսած կդառնա ուղղընթաց վերջապես Խեցգետին նշանի 15 աստիճանում։ Իսկ դա ձեր 6-րդ տունն է։ 6-րդ տունը դա իր առողջության տունն է, աշխատանքի տունն է, ընտանիք կենդանիների տունն են, Յուպիտերը 6-րդ տանը հաճախ կբերի ավելի լավ ինքնազգացողություն, ավելի լավ առողջություն, գուցե անցնեք նոր աշխատանքի ավելի լավ պայմաններով, ինչպես նաև ձեր աշխատակազմը կարող է ընդլայնվել։ Սատուրն մոլորակը խոյ նշանում է գտնվում այս ամսում 1-ից 5 աստիճան շարժվելով, Սատուրնը դեռևս առաջիկա 2.5 տարիների ընթացքում գտնվելու է ձեր երրորդ տանը, մի փոքր գուցե սեղմելով, քչացնելով ձեր շրջապատը, ընկերներին, գուցե ավելի քիչ շփվեք ձեր քույր-եղբայրների հետ, ինչ-ինչ պատճառներով այս ժամանակահատվածում, ինչպես նաև գուցե դժվարություններ բերի նաև քննություններ հանձնելուն։ Սև լուսինը աղեղնավոր նշանում է շարունակում գտնվել այս ամսում 8-ից 11 աստիճան շարժվելով, դա ձեր 11-րդ տունն է։ Սիրելի ընկերներ, սիրելի ջրհոսներ, մի հավատացեք նոր ծանոթություններին, հատկապես եթե կա նոր շրջապատ, միանգամից ձեր գաղտնիքները մի բացեք նրանց առջև, քանի որ սև լուսինը հաճախ կարող է բերել ընկերուհու, ընկերոջ դավաճանություն, լսեք, որ ձեր մեջքի հետևում ձեր մասին բան բասում են, նման հարցեր կարող են լինել, եւ օնլայն հարթակում ինչ որ գործողություններ կատարելիս միշտ լավ ամեն ինչ ստուգեք, քանի որ հնարավոր է խաբեություններ լինեն։ Լիալուսին ենք ունենալու ամսի 3-ին, այսօր ունենալու ենք խավարում, լուսնային խավարում գույս նշանի 12-րդ աստիճանում, իսկ դա ձեր 8-րդ տունն է, զգույշ եղեք։ Ոչ միայն այսօրը, այլև 3 ամիս առաջ, 3 ամիս հետո եւս, ինչպես նաև այդ ամիսների ընթացքում ամսի 3-ը միշտ հիշեք, ամսի 2, 3, 4, այսինքն նախորդ ամիսների ամսի 2-ից 4-ը եւ գալիք առաջիկա 3 ամիսների ընթացքում ամսի 2-ից 4-ը շատ զգույշ եղեք, քանի որ ամսի 8-րդ տունը իրենից ներկայացնում է նաև վտանգավոր իրավիճակները, նման ինչ-որ իրավիճակներ կարող են լինել, հատկապես որ մինչև ամսի 4-ը լարվածություն է լինելու Մարսի եւ Ուրանի, հաջորդը դա պետք է նշեի, Մարսն ու Ուրանը 90 աստիճանի անկյուն են կազմելու, սիրելի ընկերներ, իսկ դա ձեր առաջին ու վերաբերելու է ձեր առաջին ու 4-րդ տներին, այսինքն
շատ զգույշ եք լինում, ընտանիքի հետ կապված զգույշ եղեք, ձեր ընտանիքի անդամներին տեղեկացրեք, որպեսզի զգույշ լինեն, այս օրերին ցանկալի չէ ինչ-որ կարևոր գնում կատարել անշարժ գույքի հետ կապված հատկապես, եւ ձեր տանը եղեք շատ զգույշ, հատկապես գազի հետ, էլեկտրականության հետ, լավ կլինի այս օրերին ուղղակի ճանապարհ չգնալ։ Եվ նորալուսին կլինի մարտի 19-ին, ձկներ նշանում ձեր երկրորդ տանը, դա նոր էներգիա է կապված աշխատավարձի հետ, մեր ֆինանսական կուտակումների հետ, այսինքն շատերը գուցե ունենան նոր սկիզբ այս ժամանակահատվածում։ Իհարկե սա ոչ բոլորին է վերաբերում, սա ուղղակի կարող է ասել ոմանց կյանքում, որ այս ժամանակահատվածում ամսի 19-ից կստանաք ձեր աշխատավարձը, սա այսպես պրիմիտիվ տարբերակով, եթե ասեմ, բայց եթե ավելի լուրջ նայենք, յուրաքանչյուր անհատական քարտեզով արդեն նայվի, կարող է, մասնագետը նշել, թե որ ոլորտում հենց կլինի այս նորալուսինը եւ կոնկրետ ում վրա կազդի բոլորից շատ։ Եվ լարված օր ենք ունենալու մարտի 13-ը, մի քանի օր առաջ, մի քանի օր հետո միշտ նկատի ունեցեք, Սև լուսինն ու Մարսն են կազմելու 90 աստիճանի անկյուն, կապված է լինելու ձեր երկրորդ եւ 12-րդ տների հետ, զգույշ եղեք, սիրելի ընկերներ, հնարավոր է ինչ-որ անհիմն ծախսեր լինեն, զգուշացեք։ Այսքանը կապված այս ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։